Եվս մեկ անուն իր տեղը գտավ Ծիծեռնակաբերդի հուշապատին, Մորգենթաուի, Նանսենի, Վերֆելի և այլոց կողքին կհիշվի նաև Լուի Դարթիշ Դյուֆուրնեի անունը։ Ֆրանսիացի ծովակալի գերեզմանից բերված հողն ու նրա անունով հուշատախտակը տեղադրվեցին հուշապատի մի հատվածում։ Ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիշ Դյուֆուրնեն 1915 թվականին Մուսալեռան հերոսամարտի ժամանակ վտանգելով զինվորականի իր հետագա կարիերան և չսպասելով ֆրանսիական կառավարության հրամանին, որոշում է օգնության հասնել հայերին։ Իր տրամադրության տակ եղած հածանավերը ծովակալն ուղարկում է Մուսալեռ՝ տեղափոխելու այնտեղ պատսպարված հայերին։ Այդ գործողության շնորհիվ 4000-ից ավելի մուսալերցիներ փրկվում են ջարդերից և տեղափոխվում Եգիպտոս, Պորտ Սաիդ վրանային քաղաք։ Այսօր պատմական օր է հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմության մեջ։ Հայոց ցեղասպանությունից և Մուսալեռան ինքնապաշտպանությունից 110 տարի անց հայ ժողովուրդը իր երախտագիտությունն է հայտնում ցեղասպանության տարիներին շուրջ 4000 հայի փրկած ֆրանսիացի ծովակալին։ Ֆրանսիական ռազմանավերը մոտենում են ծովափին, փրկարարական գործողությունները շարունակվում են 3 օր։ Այդպիսով ֆրանսիացի ծովայինները տարհանում են նախ կանանց, երեխաներին ու ծերերին, ապա նաև ինքնապաշտպանական ուժերին։ Մուսալերցիներն արդեն Պորտ Սաիդում էին ապահովության մեջ, երբ ծովակալը ստանում է իր կառավարության պատասխան հեռագիրը, որտեղ գրված էր. «Որտեղ է գտնվում Մուսալեռը»։ Մեր տրամադրության տակ եղած բոլոր նավերը ուղարկվեցին այնտեղ, և սեպտեմբերի 13-ին հայերը նավի մեջ էին։ Նրանց մեջ կային խեղճ նորածիններ, փաթաթված սրբիչների մեջ։ Փոքրիկ մուսալերցիներին ձեռքից ձեռք էին փոխանցում փրփրաբաշ ալիքների վրայով։ Նրանք երբեք չեն իմանա, թե իրականում ինչ վտանգից են փրկվել։ Հուշաքարի բացմանը ներկա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն նշեց, որ հարգանքի տուրք են մատուցում ծովակալ Լուի Դարթիշ Դյուֆուրնեին և Միջերկրական ծովում Ֆրանսիայի 3-րդ նավախմբի նավաստիներին այդ գործողության համար։ Նա հիշեցրեց Մուսալեռան հայերի հերոսական պայքարի մասին, որոնք բռնագաղթի փոխարեն ընտրեցին դիմադրության ճանապարհը և կարողացան փրկվել։ Մենք այստեղ հարգանքի տուրք ենք մատուցում նաև Մուսալեռան ոգուն, դիմադրության, վճռականության, հավատարմության ոգուն, մուսալերցիների դիմադրության ոգուն, ծովակալի վճռականության ոգուն, որը կարողացավ պատերազմի թոհուբոհի մեջ ճիշտ արդար որոշում կայացնել։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ իր համար այս միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ժամանակին հայոց ցեղասպանության թեմայով զբաղվելիս ուսումնասիրել է նաև այն մարդկանց պատմությունը, որոնք վտանգելով իրենց կյանքը օգնության ձեռք են մեկնել հայերին։ Իհարկե ցեղասպանության պատմությունը առաջին հերթին ողբերգության պատմություն է, բայց մյուս կողմից նաև հույսի, որովհետև կան նաև այս մարդիկ։ Եվ ահա ադմիրալ Դյուֆուրնեն և մյուսները, որոնք փրկում էին ցեղասպանության ենթարկվող հայերին, դա արել են վտանգելով իրենց կյանքը, իրենց կարիերան, և սա է, որ մեզ բոլորիս շարունակում է ստիպել հավատալ մարդկությանը։ Ադմիրալ Դյուֆուրնեն չսպասեց հրամանին, չենթարկվեց հրամանին, նա որոշեց գործել, և սա առաջնորդության բացառիկ դրսևորում է։ Արարողությունից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները ծաղկեպսակներ դրեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։ Աիդա Ավետիսյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։